ու երբ որ ասում են դե ինչ արե որ ես էլ կարող եմ տենց անել, դու չես կարող տենց անել, եթե կարող ես ուրեմն համոզիր որ կարող ես։ Ես այսօր ամբողջությամբ տրվել եմ սադրանքների եւ բաց եմ թողել ինձ ու всё սկսվեց։ Խաղաքարտերը բացի շկիմա։ Եթե անկեղծ նկարիչներն ու արվեստագետները ժամանակակից քիչ որոնք կոնկրետ ասելիք ունեն, ավելի շատ ձևական բնույթ են կրում։ Հենց վերածվում ես մասնագետի, ով այդ ոլորտում աշխատում է, դու այդ ժամանակ կտրվում ես ամեն ինչից, անձնային հարաբերություններից, մասնագիտական հարաբերություններն են առաջ գալիս։ Դեվի հետ երբ որ ընկերություն ես, ինքը այնքան վտանգավոր։ Ինչ դեմ է։ Կարող է ինձ վերջում քարկոծեն։ Կարող է ինձ էլ։ Ուզում էի ուրիշ բան ասել, խորացա գնաց։ Սա 18+ բովանդակություն չէր։ Հույսով եմ կարողանամ հաղթահարել Դեվի լեվելը։ Մեր արվեստային ցավերից են խոսեցինք։ Քիչ սադրիչ թեմա է։ Երեք շատ մտածում էի այդ մարտի 8-ի հետ կապված ցուցահանդեսների մասին։ Ու տենց ինչ թեմա է։ Կարող է ինձ վերջում քարկոծեն։ Կարող է ինձ էլ։ Հա, բայց ես սիրում եմ տենց սադրիչ թեմաներ, որովհետև այդ ստանդարտ թեմաները լավ չի էլի։ Հա, իդեպ այդ սադրիչ թեմաներից ասեցիր, ինչ ես կարծում, արվեստագետը դիվնա այդ կոմֆորտ շրջանակում, թե ամեն դեպքում ինչ որ սուր թեմաների անդրադառնում, հատկապես խոսքը ժամանակակից արվեստի մասին է, այլ։ Միանշանակ սուր թեմաների։ Եթե պետքա անգամ շատ պարզ պրիմիտիվ թեմաների մասին, պետքա ինչ-որ ավելի սուր անդրադառնանք։ Որովհետև եթե սուր չանդրադառնանք, ուշադրություն չի գրավի հանրության, այդ խնդրի լուծմանը տանելու, ինձ թվում է։ Իսկ եթե սուր չի կենցաղում անդադ հանդիպում ենք դրան իմաստավորն այլ անդրադառնալու։ Հենց այդ խայծը, այդ խայծը տալիս է արվեստը իր լեզվով, որ դու գնաս ու տեսնես մի քիչ անսովորը, մի քիչ արտասովորը, ու ինձ թվում է այդ դեպքում արդեն մարդկանց ուշադրությունը կսկսի գրավել, առանց այդ այնքան բաներ են ուշադրությունը գրավում։ Ինձ թվում է, հա։ Ինձ էլ, բայց եղել է դեպքեր, որ զգացել եմ, էլի, որ դաշտը շատ փոքր է, այդ ճնշումը ոնց որ լինի։ Միշտ մտածում ես, օրինակ մի բան անես կամ մի բանի մասին խոսես, օրինակ քո ընկերներն են, ինչ կմտածեն, նեղ միջավայր է, էլի, շատ լայն չի։ Մտածում ես ոնց զգուշավոր ինչ որ թեմաներից խոսես, կոնկրետ հենց արվեստի խնդիրների մասին կամ այդ ոլորտից ինչ որ դիտարկումներ անելու դեպքում։ Օրինակ ես որ նյութ եմ գրում, լրիվ վերանում եմ դրանից, թե իմ ընկերներն են, թե չէ, չեմ մտածում, էլի առաջին հերթին ուրիշ բաներ եմ մտածում, որովհետև կարևորում եմ շատ։ Բայց մեկը այդ ինչ որ միտեղ գալիս է, քո մոտ ոնց է այդ պահը։ Ինձ թվում է այդ քո ասածը լրիվ պրոֆեսիոնալիզմի մասին է, հա։ Հենց վերածվում ես մասնագետի, ով այդ ոլորտում աշխատում է, դու այդ ժամանակ կտրվում ես ամեն ինչից, անձնային հարաբերություններից, մասնագիտական հարաբերություններն են առաջ գալիս, ու ոնց որ ուզում ես ոչ թե կոնկրետ այս դեպքում սեփական էգոն առաջ տանես, այլ մասնագիտական ինչ-որ իդեա, չէ՞։ Կամ ինչ-որ կարծիք, որը քեզ հուզում է ներսում։ Այդի հենց անկեղծությունն է ինձ թվում, ու պրոֆեսիոնալիզմը։ Իսկ եթե ամեն դեպքում, ամեն նյութ գրելուց կամ ամեն արվեստի գործ անելուց մտածես, թե ով ինչ ձև կանրադառնա այդ հարցին, ինչ վերաբերմունք ունենա, այդ դեպքում արդեն կեղծիքը շատ կլինի։ Դրա համար երևի պետքա այդ տիպի մարդիկ մասնագիտորեն, որոնք ուզում են հենց իրաց լուման ունենան, ավելի օբյեկտիվ, պետքա երևի ավելի շատ տենց մարդիկ շատանան մեր հասարակության մեջ, այդ դեպքում ընդունումն էլ ուրիշ ձև կլինի, երևի ուրիշ տարբերակ չկա։ Հետո իմ կարծիքով տենց առաջնահերթության հարցն է, էլի, դու ուզում ես մի բան անես, ինչ որ մեկին հաճոյանալու կամ չնեղացնելու համար, թե ուզում ես իրոք արվեստ անես, շատ են քննարկել, որ շատ ինչ որ պաշտոնական հաղորդումներ չէ, կան արվեստի ժամանակակից արվեստի մասին,
ու երբ որ մարդը այդ ոլորտից չի, հաճախ ձանձրանում է, դե մենք էլ հիմա հավակնություն չունենք, որ մեր հաղորդումից չեն ձանձրանալու կամ նայելու են, բայց մտածում ենք sense ինչ-որ թեթև բան անել ու դրա համար հենց առաջին զրույցը քո հետ որոշեցի, որովհետեւ որ այդ դիսկորոշումները շոյված են, կիսում ես էլի։ Այս ավելի ազատ ֆորմատ է, ինձ թվում է պետք է sense հաղորդումներ կամ բլոգներ, չգիտեմ ոնց կարելի է կոչել, որ ուղղակի նստենք խոսանք, կարծիքներ փոխանակենք ժամանակակից արվեստի մասին։ Մենք որ փնտրում ենք թեկուզ ոչ քո ասած սուր արվեստային հաղորդումներ, որտեղ շատ պաշտոնական է ամեն ինչ։ Չենք փնտրում ավելի առօրյա կյանքում, երբ շատ զբաղված ենք, ավելի թեթև նայվող, հեշտ ընկալվող, չեմ ասում դատարկ բովանդակությամբ, այ թեթև հեշտ նայվող, առանց կեղծիքների, առանց ձևականությունների։ Մենք որ արվեստային միջավայրերով հավաքվում ենք, այդ կեղծիքը չկա, չէ՞։ Ուղղակի թե ենք խմում, սուրճ ենք խմում, միմյանց հետ կիսում ենք, մեր մտահոգությունները, զրույցներ ենք վարում։ Այդ ավելի հիշվող չի, ավելի հետաքրքիր չի, քան որ եթեր են գնում։ Ինձ թվում է դե դու ավելի շատ, բայց ես ավելի քիչ մի քանի եթերների փորձ ունեցել եմ, գիտեմ էլի, որ լարվում ես, ավելի շատ այդ անկեղծությունը հեռանում է, էլի գնում է, ոնց որ չես կարողանում լիարժեք մտքերդ արտահայտես։ Ու մեկ էլ որ դրսում շատ կան տենց հաղորդումներ։ Օրինակ ես անձամբ օտարար լեզու այդ տենց հաղորդումներ շատ եմ սիրում նայել։ Ինչի՞ չլինի հայկականը ու չկիսենք մերը։ Մենք էլ ունենք, չէ՞, շատ արվեստագետներ ու ոչ միայն դասական, այլ նաև ժամանակակից։ Ու շատերին չեն ճանաչում։ Շատերին չեն ճանաչում ու այսինքն մեր ոլորտում ճանաչում են, բայց ոլորտից դուրս պետքա նպաստել, չէ՞ որ ճանաչեն։ Պետքա Մի նպաստել։ քիչ հիմա սահուն ասենք քո թեմաներին, դու միջդիսցիպլինար արվեստագետ ես, ժամանակակից, ճիշտ եմ չէ՞ ասում, ոչ ման սխալ չեմ ասում։ Չնայած ես Դուք այդպես եք ասում։ Ես հələ որ ինձ տես չեմ համարում, բայց դա ասում են։ Չէ, ակնհայտորեն տենց է, բացի նրանից, որ մենք ընկերուհիներ ենք, ես նաև քո արվեստին հետևում եմ, դու գիտես գաղտնիք չէ, էլի քո համար։ Ու գուցե մի քիչ դու խոսես քո մասին, ինչեր ես անում, տարբեր նյութերի, ինստալացիաների, պերֆորմանսների, մի քիչ էլ ասենք դրանք ինչեր են մարմինը, հա, մոտավոր իման։ Այդ օտարամետ բառերը ինչեր են նշանակում։ Սա սփայլում չէ, քանի այդ թեմայից ենք խոսել, այնց մարդիկ հաճախ չէ, որ ժամանակակից արվեստը չեն հասկանում, մի հատ էլ մենք ենք բարթացնում այդ տերմիններով, թվում է թե այնց անհասանելի ինչ-որ բան է, կներես քո թեմայից մի քիչ շրջվեցինք, բայց արդեն երևի 10 տարուց ավելի կլինի, չգիտես ինչի, սենց ներքին մղում ունեմ ժամանակակից արվեստը մարդկանց ավելի հասկանալի ու հասանելի դարձնելու, ու այս ոնց որ այդ քայլերից մեկն է, դրանից առաջ էլի լիքը պատմություններ կան, լավ, հիմա խոսում ենք քո մասին։ Նախ ասեմ, որ շատ ողջունում եմ այս սկսած մեր սերնդից այն մարդկանց, ովքեր ակտիվորեն ուզում են տարածեն ու ոչ միայն արվեստագետների մեջ, այլ մարդկանց մեջ, տարբեր մասնագետների մեջ բացատրեն թե ինչ է ժամանակակից արվեստը, որտեղ ժամանակակից արվեստը մտածողության արվեստ է, գաղափարահեն արվեստ է, իմ խորին պատկերացմամբ ես արվեստաբան չեմ, բայց որպես արվեստագետ ես ինչ մտածում եմ, հիմա դա եմ արտահայտում, չքննադատեք։ Ուրեմն թողնենք քննադատել։ Հա, օրինակ եթե դասական արվեստի հիմքը, ձևն է, վարպետությունը, գեղեցկությունը, ինձ թվում է այդ ամեն ինչը սենց միանգամից շղաշում է, երբ գալիս է ժամանակակից արվեստը։ Նախ բառը ինքը հուշում է ժամանակակից, այսինքն մեր արդիական այսօրվա կյանքի արտահայտող հույզերը, մտահոգությունները, խնդիրները, խնդիրները, այդ ամեն ինչը ջրի երես է դուրս գալիս ժամանակակից արվեստի միջոցով։ Ժամանակակից արվեստի հիմքը ավելի շատ գաղափարահենությունն է, գաղափարահեն լինելն է, չէ՞։ Կոնցեպտ կոչված։ Այո, կոնցեպտը, երբ որ օրինակ ցանկացած իր անգամ թխվածքաբլիթը, եթե դիտավորյալ դրված է կոնկրետ մտքով, ապա այն համարվում է արվեստ։ Այդ ամեն ինչի հիմքով դրես Դյուշանը, չէ՞։
Դրա համար ես իրան շատ եմ սիրում, հա, այդ պապաներից է, որ ինչ ասեց, որ ready-made այդ կոչեցյալը, չէ, որ ցանկացած բան կարող է դառնա արվեստի գործ, չնայած ինչպես միշտ քարկոծվել է, բայց հետո արդեն քիչ-քիչ սկսեց հասկացվել։ Ինչ վերաբերում է ժամանակակից արվեստին, այսինքն ցանկացած իր կամ գործողություն, որը որ միտք է արտահայտում, արվեստային միտք է արտահայտում, հասարակության մեջ եւ մասնագետների մեջ արդեն լայն արձագանք է գտնում, չնայած ասում են մի հոգուց ավել, եթե դա արվեստ է համարվում, ուրեմն արվեստ է ժամանակակից, ինձ թվում է հենց այդ էլ կոչվում է ժամանակակից արվեստ։ Հենց իր հիմքում են հարցն է, չէ՞, ինչ է արվեստը, հարցն է։ Մի բան էլ կներես այդ որ ասում են ժամանակակից արվեստը մերօրյա արվեստն է, արի մի քիչ ճշգրտենք, որ ամեն ինչ չի, ինչ ստեղծվում է մեր օրերում, ժամանակակից արվեստ է, ոնց որ ժամանակակից արվեստը ավելի շատ ուղղության մասին է, քան հենց ժամանակի, էլի։ Հա, ոնց որ այստեղ ավելի շատ ժանրի մասին։ Հա, ժանրի մասին է։ Ես դա նաև ինչի համար ասացի, որտեղ քանի որ ժամանակակից արվեստը շատ քիչ ժամանակահատված է որ ստեղծվել է, զուտ այդ իրականության նկարագրելու առումով, այլ ոչ թե ժամանակահատվածի, որտեղ տենց որ հետ գնանք արդեն պոստմոդեռնիզմ եւ այլն, այդ ժամանակահատվածներով կսկսենք ժանրերով խոսել։ Չէ, բայց պետք չէ նաև զրույցը ծանրացնել։ Հա, չեմ ուզում բայց ուզում եմ անցնենք արդեն հենց քո ստեղծագործից, քո աշխատանքներին։ Քո աչքերով դու որտեղ ես, ինչ ես անում։ Այնքան տեղեր եմ իմ աչքերով։ Երևի 22 թվականից ես մի քիչ թվերը լավ չեմ հիշում, ոչինչ։ Արվեստի գործեր լավ եմ հիշում, բայց թվերը լավ չեմ հիշում։ 22 թվականից հենց սկսեցի խորապես այդ մուտք գործել, այդ արդեն այդ ոլորտ, ծանոթանալ մասնագետների հետ, ունեցա առաջի ցուցահանդեսը, հենց առաջի այդ շարքը կոնցեպտի մասին էր։ Այսինքն երբ այդ քո ասած բազմամեդիայությունը, տարբեր նյութերի միքսը ինձ միշտ գերել է փոքր ժամանակվանից, օրինակ երբ գնում էի տարբեր արհեստանոցներ, ինչքան մետաղներ կա, քչփորում հավաքում էի կամ պապիկս էր շատ մետաղների հետ գործանում, հետո սկսում էի համադրել ուրիշ բաների հետ, այդ փոքրուց այդ սերը արթնացել է։ Հետո որ զբաղվեցի խեցեգործությամբ արդեն, սկսեցի համադրել, իսկ ինչու ոչ, եթե օրինակ ոչ մյուս նյութերի հետ։ Ու տենց այդ կոնցեպտ գաղափարը իմ մեջ մտահղացավ, որ կարելի է այդ մինիմալիստական ծավալներով ու շատ բազմամեդիայությամբ ստեղծել կոնկրետ մի հատ սուր միտք, օրինակ արտահայտել ինչ-որ բան։ Այդ շարքը շատ եմ սիրում, որտեղ իր հետ կապված շատ երկար պատմություն կա։ Ընդհատումներով։ Արի ասենք, որ կոնցեպտը հենց քո շարքի անունն է։ Հա, կոնցեպտը հենց իմ այդ շարքի անունն է, որտեղ 16 գործից է բաղկացած, ինքը իհարկե շարունակելի է, որտեղ ժամանակի հետ իրենք ավելանում են, օրինակ ոնց որ թեմիկները, մեր կադրից դուրս է, բայց գիտես իմ խոհանոցում է, որոնք ես Իտալիա եմ տարել ցուցադրել, շատ եմ սիրում այդ գործերը։ Այդ շարքում կա 12-13 իրական ֆիզիկական գործեր, որոնք հենց քանդակ են, եւ դրանից հետո, քանի որ ես զբաղվում եմ գրաֆիկայով, սկսեցի այդ նույն էսկիզները նաեւ անել վիրտուալ համակարգչային գրաֆիկայով ու դրանք նաև համալրեցին այդ շարքը եւ ստացվեց մի հատ հետաքրքիր շարք։ Դրանով մուտք գործեցի, ժամանակ համալրում եմ այդ գործերը։ Դրանից հետո ինձ սկսեցին հետաքրքրել այլ թեմաներ։ Ու գտնում եմ, որ ոչ թե պետքա կեղծ թեմաներ գտնել, այլ պետքա հենց քեզ խոցող, հենց այդ պահին անհանգստացնող կամ հենց այդ պահին ուրախացնող, հենց այդ թեմաներին անդրադառնալ, որտեղ եթե ուզում ես ինչ-որ տեղ գտնես, անգամ մի փոքրիկ լուման ունենաս, մեր այսպես ասած հայկական ժամանակակից արվեստում, պետք է անպայման ինչ-որ կոնկրետ հարցի մասին, հարցի շուրջ խոսես, էլի։ Կոնցեպտից հետո անմիջապես էլի եղավ մի հատ էտապ, երբ ես զբաղվեցի, սկսեցի արդեն համադրել ստվարաթուղթը, տարբեր տեսակի բժշկական թափոններ, նյութեր եւ այդտեղից ծնվեց ուրիշ մի հատ շարք, որը էլի կոնկրետ թեմաների մասին էր, ամեն մեկը անհատապես, որը եւ ցուցադրվեց Սլովենիայում, որպես անհատական ցուցահանդես եւ շատ տպավորիչ էր իմ համար։
Դրանից հետո արդեն մի պահ եղավ, որ կտրուկ սկսեցի, մինչ այդ նաև performance-ներով եմ զբաղվում, հա, ասեմ, որ performance-ը դրանք կարճ գործողություններ են, այսպես ասած, փոքրիկ ներկայացումներ են, որ տեղում արվում։ Ահա, տեղում արվում ու կոնկրետ էլի մտքի հետ է կապված, կոնկրետ իդեա արտահայտում, ըստ իմ պատկերացման performance-ը նմանատիպ է։ Եվ կարան Google-ը նայեն, չէ՞։ Մենք չենք տերմիններով խոսենք, մեր նպատակը ավելի շատ տերմիններով ավելի հավաստաբաներ ավելի խոսեն։ Հասկանալի բառերով։ Մինչև այդ փորձում էի ինձ այդ performance-ի շրջանակում, նախ performance-ները շատ քիչ զարգացած ժանր է մեր մոտ, ու հետո ես լինելով մի քիչ ավելի ակտիվ, ու ուզում եի ապայման փորձել այդ ժանրումից, ու էդի մուտքը մյուս հաջորդ շարքի հենց performance-ով սկսեց, նպատակում որ շատ լավ անցավ, շատ ուրախ եմ դրա համար։ Ինչու՞մ է դրա խոհանոցային թեմային էր վերաբերում, բայց խոհանոցային ռիթմ հենց վերնագրով performance-ներ, որը ավելի շատ ոչ թե կոնկրետ խոհանոցին է վերաբերում, այլ կանանց իրավունքներին։ Մինչև այդ մի փոքր դիտարկում անեմ, որ այդ կանանց թեման ինձ դեռ մտահոգում էր, այսինքն ես մինչև այդ մի հատ քանդակ էի արել կանանց իրավունքների հետ կապված, որ ինձ էլի հուզում էր, բայց պատերազմական եւ պատերազմի խաղաղության հետ կապված կնոջ դիրքի, վերաբերմունքի, էմոցիաների մասին այդ պատերազմում ձևավորվող բռնությունների ավելի ուռճացված ծավալներով կանայք են, որոնց գոտկատեղից ներքև վանդակների ճաղերի մեջ է, որ արտահայտում է հենց այդ գենդերային կտրականությունը ավելի շատ, երբ հենց կին լինելու համար իրանք ենթարկվում են բռնության, ենթարկվում են տարբեր տեսակի խտրականության եւ այլն։ Հենց այդ սկիզբն առավ, որ մնացած ինձ ավելի շահագրգռեց այս թեման ավելի խորացնելու տարբեր ուղղություններով, էլի, ու ինձ թվում է դեռ հələ կխորացնեմ թեման։ Նախ ասենք, որ խոսքը կինը եւ իրավունքը գործի մասին է, ու հետո այդ առաջին գործը էր, ճիշտ եմ հասկանում։ Հենց այդ թեմայով առաջին իրավունքների թեմա։ Այո, երբ մենք ներկա ես եղել այդ ցուցադրությանը Կին խաղաղություն պատերազմ մեր ցուցահանդեսից հետո, որ այնտեղ հենց եւ կնոջ եւ պատերազմի եւ խաղաղության կնոջ դերի մասին էր այդ ամեն ինչում, դա դարավ սկիզբը, հենց կանանց իրավունքի կանայք արվեստ խաղաղություն կարծեմ։ Ահա, կանայք արվեստ խաղաղություն, հենց այդ շրջանակում ես այդ հարցը շոշափեցի։ Ինչպես են կանայք այդ պատերազմական իրավիճակում, որտեղ մարդը կարա ցանկացած իրավիճակում հայտնվի, իսկ եթե կին ես, արդեն դրսևորումները կարող է այլ լինել, չէ՞, երբ դու ճակատում ես, ներսում ես, թիկունքում ես եւ այլն։ Այդ ժամանակ սկսեցի շոշափել թեման։ Այսինքն խնդիրը այն է, որ երբ որ մարդիկ ասում են պատերազմ, մտածում են դե տղամարդիկ գնում են պատերազմ, ու այդ ամեն ինչը իրանց մասին է ու բոլոր զրկանքները իրանցն է եւ բոլոր դափնիները իրանցն է, բայց չեն մտածում, որ այդտեղ կանանց իրավունքները ոտնահարվում է եւ բազում խտրականություններ են ենթարկվում պատերազմների հետևանքով ցավոք սրտի ու քո այդ գործն էլ դրա մասին էր ու չեմ թաքցնի գիտես որ քո գործից իմ ամենասիրելիներից է եթե չասեմ որ ամենասիրելին այդ արտահայտչա միջոցը որ ճաղավանդակի տեսքով գոտկատեղից ներքև անմիջապես խոսում է էլի խնդրի մասին համինքը այնքան པարզ չի որ նայես ասես լավ, սենց միանգամից քեզ ինչ որ Պարզունակ չի, բայց խնդիրը միանգամից ցույց է տալիս, էլի։ Այդ իմ ստեղծագործական ճիշտ ասած մեղն է, ամեն գործում, որտեղ ես փորձում եմ այդ նյութերը համադրել ու աշխատում եմ շատ ինչ որ ծավալների ու ձևավորումների չգնալ, բայց շատ դիպուկ այդ հարցը տալ։ Ու հենց այդ սրությունը, որ նոր մի քիչ առաջ խոսում էինք քո մասին, հենց դրա մասին է, որ ինչպես անել, որ հենց առաջի հայացքից այդ նյութը եւ այդ նյութը կոնկրետ քո մտքին ծառայի, այդ սրությունը։
Եվ դրա համար ես շատ երկար մտածում եմ։ Դրա համար ես ինձ համարում եմ կոնցեպտուալ արվեստագետ, ինչքան էլ փորձում եմ դուրս գալ այդ ծավալներից, ֆորմաներից, ձևերից, միևնույն է, ինչ որ մի բան ստեղծվում է։ Բացարձակ աննյութ չի լինում, չէ՞։ Կան մարդիկ, որ աննյութ գործեր ունեն։ Այո, կան, որ լույսի հետ են առնչվում, բայց այդ լույսն էլ ինչ որ ձև է ստանում, չէ՞, ինչ որ փոքրիկ ձևեր։ Հենց այդ իդեայի մասին շատ մտածելը ու հետո դիպուկ արտահայտելը իմ համար այդ ամենագայթակղիչ մասն է ու շատ կարևոր է իմ համար ոչ թե վերջնարդյունքը արվեստի, այլ այդ ճանապարհը, որ ես անցնում եմ նյութի հետ, մտքի հետ, շատ դեպքերում 90% դեպքերում ինձ միտքն է բերում հենց այդ ստեղծագործության, ոչ թե ստեղծագործությունը անում եմ, հետո մտածում եմ ինչ վերնագրել։ Իմ համար այդ եթե պետքա այդ նյութը չծառայի քո մտքին ու դու հետո կեղծիքներով ինչ որ անվանումներ հորինես, ավելի լավ է թողես անանուն։ Միգուցե իրանք ավելի ճիշտ գտնեն այդ միտքը, այն ինչ որ դու ուզեցել ես, թեկուզ էմոցիան արտահայտես։ Ինձ թվում է այդ ամենակարևոր բանն է։ Երբ որ այդ ամեն ինչը հանդարտվեց, մի փոքր ներսումս, փորձեցի վերադառնալ կենցաղային թեմաներին, քիչ անդրադարձվող թեմային։ Այդ ամենամեծ թեման է ու ամենաքիչ անդրադարձը ունի, էլի, արվեստում։ Որովհետև թվում է թե կենցաղը հա ինչ խնդիր է, որ փոքրիկ բան է, բայց կանանց իրավունքների համատեքստում ինձ թվում է կենցաղի մասին խոսելը, կենցաղի խնդիրների մասին խոսելը արվեստի լեզվով շատ կարևոր է ու նաև արդյունավետ ինչ որ։ Ինձ թվում է արվեստագետները փորձում են ավելի գլոբալ թեմաների անդրադառնալ, ավելի լուրջ, մտածելով որ դա ավելի կարևոր է, բայց այնքան երևի մանրուքներ կան, հա, ու այդ լրջության հենց թեման, հենց այդ խոհանոցային ռիթմում էր, որ ես ոչինչ չէի խոսում, ուղղակի ցույց է տալի իմ կենցաղը ընդամենը մեկ քառակուսու մեջ, ինչպես եմ ես կենցաղը անցկացնում խոհանոցում, որովհետև երբ որ դու գեղեցիկ հագնված դուրս ես գալի, գնում ես աշխատանքի կամ մարդկանց հետ ես հարաբերվում, դու ուրիշ ֆորմատի մեջ ես, քեզ անդադ տենց են պատկերացնում, բայց դու ունես նաև կենցաղ, ունես ընտանիք, ունես խոհանոց, որտեղ փորձում ես ամեն ինչ համատեղել, մինչև քո աշխատանքի սկիզբը կամ ավարտը եւ դա անընդհատ քեզ հետ է, դու չես կարողանում դրանից կտրվել։ Որ Հայաստանում մասնավորապես այդ պարտավորությունները ցավոք սրտի մեծամասն կանանց ու սերին ես փորձեցի ներկայացնել իմ այդ կարճ այդ մոնո փոքրիկ այդ ներկայացման փորձեցի ներկայացնել ոնց եմ ես խոհանոցում, ինչ եմ լսում, ինձ ինչ է հետաքրքրում, ինչ եմ պատրաստում, ու հետո այդ մանրուքը ուշադրություն դարձեց ես հանդիսատեսից արձագանք ստացա, որ իրենց համար շատ կարևոր է։ Իրանք շուտվանից չէին անդրադարձել այնպես պարզ թեմաների, էլի։ Անկամ ինչ որտեղ անսպասելի է, չէ՞, լինում։ Գնում ես արվեստային տարածք ու հա, փորձում ես մտածում ինչ որ վերամբարձ բաներից, այո։ Անկել տեսնում ես մի հատ պարզ բան է ներկայացնում ու բախվում ես քո առօրյա կենցաղին։ Ու սկսում ես իրենց բաներ նկատել, որ մինչև այդ չես էլ նկատել։ Ես հիշում եմ այդ հանդիպումը, թե ինչ մեկնաբանություններ էին անում մարդիկ, լիքը բաների սկսեցին այլ տեսանկյունով նայել, հատկապես տղամարդիկ։ Այ հատկապես տղամարդկանց էր այդ ուղղված, որովհետև իրանք շատերը չէ արձագանքեցին, որ իրանք չեն էլ նկատում։ Իրանք մինչև արտանում են այդ ամեն ինչը արված է, կամ չեն էլ տեսնում այդ ինչքան ժամանակատար է, դժվար է այդ ամեն ինչը, չէ՞։ Նաև որ աշխատանք չի համարվում, խոհանոցային աշխատանքը կամ կենցաղային աշխատանքը, դա ասում են դա կնոջ պարտավորություն է, էլի։ Որպես սպարտականություն եւ դա չգիտեմ, իրավունքների առումով շատ մեծ խնդիր է։ Հիմա էլ հենց այդ նույն թեման շարունակում է մանդալաներով, էլի այդ վերջը սկիզբ չունեցող այդ կենցաղի ցիկլն է, էլի։ Հիմա քանի որ քո ստեղծագործություններում շատ ենք հանդիպում խոհանոցային թեմաների, գիտեմ, որ հիմա էլ այդ թեմաների մեջ շատ ես խորացել, արի պատկերացնենք, եթե ժամանակակից արվեստը ունենար բաղադրատոմս։ Ինչ բաղադրիչներից բաղկացած կլիներ։ Ինչ հետաքրքիր է։ Դու ծանոթ ես, որ ես նաև մանդալաների շարք եմ անում ու հաճախ այդ թեման, այդ համեմունքների թեման, այդ խոհանոցային իմիջիալից շատ եմ սիրում այդ թեման։ Ինձ մոտ
մոտ կանգնած թեմա է, որովհետև եթե պետք է լինել խոհանոցում, ուրեմն գոնե լավ տրամադրությամբ լինել այդ էմոցիաները տալ։ Ես այդտեղ կավելացնեի մի քանի կարևոր բաղադրիչներ։ Օրինակ, ինձ թվում է այդ ճաշացանկի մեջ ամենակարևորը ճիշտ համադրությունն է աղի եւ մնացած համեմունքների։ Իմ համար այդ ամենակարևոր բաղադրիչը միտքն է, իդեան, որը պետքա ծնի այդ գործը։ Երկրորդը հստակ նյութերի ընտրությունը, հենց կոնկրետ ինչով, որտեղ այնքան բազմազան է, ես փողոցում քայլելով անգամ աղբամանների շուրջը ու ամեն տեղ մի հատ նյութ եմ գտնում, որ ասեմ, այ ես մտքին կծառայեր, էլի, ու հետո հավաքվում են այդ նյութերը ու իրանց դիպուկ տեղը գտնում են, էլի, նյութի ընտրությունն է, այդ երկրորդ կատարումը, այսինքն համադրությունները այդ նյութերի, դե եթե բազմամեդիայություն, ուրեմն ոնց ճիշտ համադրել։ Այսինքն այդ արդեն չափաբաժինների։ Այո, այդ գալիս արդեն չափաբաժինների հարց, այդ համեմունքները ոնց ճիշտ անել, որովհետև օրինակ շատ դեպքերում ես գրամով չեմ կշռում, ես լրիվ իմ հոտառությամբ եմ զգում, վերադառնանք հոտառությանը, ես այդ բաղադրատոմսի մեջ կավելացնեի նաև մեր էմոցիաները, որովհետև ինչքան է գաղափարները կան, էմոցիաները անշուշտ շատ կարևոր է, էլի, արվեստում, մեր էմոցիաները։ Ոնց որ խոհանոցում, ասենք, տեսնես մեկը բան է պատրաստում, կոնկրետ գրածով անում ես, էլի այդ համերը չես ստանում, նույնն էլ արվեստում հնարավոր է մեկը ուզի ինչ-որ բան կրկնօրինակի, բայց հաստատ այդ քո ասած չափաբաժինները շատ անհատական բան է, էլի, նաև արվեստում։ Դե կենցաղում էլ վերադառնանք բոլորիս տանը եփվում է, տոլմա, ազգային ուտեստներ, բայց ոչ մեկը ոչ մեկին նման չի, չէ՞, լրիվ տարբեր համերի են։ Ամեն մեկը իր էմոցիան, իր անհատական բաղադրատոմսը, իր անհատական համեմունքները ներառելով էմոցիաները լրիվ այլ բան է ստանում։ Ստացվում է այդ նույն ուտելիքը 1000 համեր է ունենում։ Իդեպ կիման շատ համով է պատրաստում։ Համեցեք։ Իմ կլոր սեղանի շուրջ համտեսելու իմ ուտելիքները, էմոցիաները ասեցինք, կոնցեպտը ասեցինք, նյութերը ասեցինք ու նաև շատ կարևոր է իմ համար, կան էլի շատ բազում համերգներ, ամենագլխավորն էս մեկը, որտեղ է կոնկրետ այդ օբյեկտը, պերֆորմանսը, ինստալյացիան, որ էլի կոնկրետ տարածքի որտեղ է ցուցադրվում։ Շատ կարևոր է տեղը։ Հաճախ այդ տեղը ինքը թելադրում է հենց այդ աշխատանքի, օբյեկտի, չգիտեմ, այդ գործի նշանակությունը։ Արի ասենք, որ հենց կարևորությունը, ինստալացիան ինքը հենց տեղային արվեստ է։ Այո, հենց տարածքի մասին է։ Տեղահատուկ արվեստ է։ Այո։ Երբ այդ օբյեկտը եւ այդ տարածքը, չէ, ըստ իմ կարծիքի, սուբյեկտիվ, այդ երկուսը իրար հետ երկխոսության մեջ են մտնում։ Այսինքն երկուսն էլ հենց այդ ամեն ինչի մասն են, այդ իդեայի մասին են։ Հակառակ դեպքում այդ արվեստի գործը կկորի այդ տարածքում, եթե ճիշտ տեղում չի։ Էլ չեմ ասում, եթե լավ համադրող լինի, եթե լավ լուսաբանող, այդ ամեն ինչը արդեն երկրորդական, չորրորդական բաներ են։ Մի խոսքով ինձ թվում է ոնց որ թե լավ հետաքրքիր հավաքեցինք, չէ՞։ Ոնց որ լավ բաղադրատոմսը, ոնց որ վատը չի լինի։ Չնայած արդյունքները մի քանիսը կան, չենք բողոքում էլ։ Ինձ հետաքրքիր էր նաև այս հաղորդման տեսանկյունից, չնայած խոսեցինք այդ մասին, օրինակ արվեստի դաշտում էլի, բայց որ ասում եմ արվեստ, հիմնականում նկատի ունեմ, արի հաշվի առնենք, որ ժամանակակից արվեստ։ Ինչ բացեր կան քո կարծիքով, օրինակ հենց լուսաբանման առումով, ինչ բացեր կան, ինչ կուզեիր Հայաստանում լիներ, որ չկա, կամ օրինակ ինչ որ միջազգային փորձից գիտես, կուզեիր մեր մոդել լիներ։ Ոնց որ մի քիչ այդքան էլ լավ թեմաների չենք ուզում, հա, անդրադառնանք։ Խնդրահարույց թեմաների էլի սուր։ Այսօր շատ ասադրիչ թեմաներ է, ես զգում եմ, բայց երբ շատ չի։ Միշտ են շատ, ուղղակի կամելա չէ շատ։ Բայց քանի որ ես սադրիչ թեմաներին կողմ եմ եւ նաեւ կողմ եմ խնդիրների լուսաբանելու, դրա համար փորձենք։ Շատ բացեր կա, ինչ առումով, որ միայն գործը ստեղծելով չի, այլ նաև ճիշտ մատուցելով է, կան լուսաբանողներ, չեմ կարող,
այդ դաշտը լրիվ չհարթեցնենք, էլի, կան շատ մասնագետներ, որոնք աշխատում են, բայց այդ ամեն ինչը քիչ է, որովհետև եթե մենք ուզում ենք լուսաբանենք, այլ նաև պետք է ունենանք նենց հանրություն, որ այդ ամեն ինչը այդ լուսաբանածը ընդունի։ Այսինքն նաև մի փոքր պետք է նաև այդ հանրությանը կրթենք, բերենք նրան, որ այդ ժամանակակից արվեստը հասկանա։ Այդ հեշտ բան չի, էլի, ժամանակակից արվեստը հասկանալը։ Պահանջարկն է ստեղծում առաջարկ, առաջարկը պահանջ։ Այսինքն հնարավոր է, որ մի բան առաջարկես, սկզբում անսովոր լինի, հետո մարդիկ սովորեն։ Տենց միակողմանի։ Ամեն դեպքում ես կարմիր գծեր ունեմ, կոնկրետ իմ մասնագիտության մեջ, իմ պարագայում, հաստատ միանշանակ ես իմ ասելիքը ասում եմ, եթե անգամ պահանջարկ չունենա, ես դա եմ ասելու, չեմ իջնի ինչ որ մակարդակի կամ ես դրան ունակ չեմ։ Ու դա կլինի կոնկրետ իմ անձի եւ իմ մասնագիտական դրսևորումների հանդեպ դավաճանություն։ Ես շատ սուր եմ դա։ Այ ոնց որ սուր ներկայացնում եմ գործերը, այդտենց սուր էլ կարծիք ունեմ այդ առումով, որտեվ չի կարելի վատ երաժշտություն լսել ու ասել, որ այդ անկալելի հանրության կողմից կամ երգել ու ասել, որ դա է, չէ։ Եթե մենք խոսենք, նախ շատ լավ արվեստը, նո ճակերտավոր չեմ ուզում ասեմ լավ ու վատ, ուղղակի այն արվեստը, որը դժվար ընկալելի է, որը իր խորությունն է պարունակում, միշտ էլ շատ մեծ լսարան չի ունեցել, բայց գոնե պետքա հանրության մի մասը պատրաստ լինի այդ ընդունելու։ Դրա համար այդ լուսաբանման հարցում շատ կարևոր է, էլի, որ գրագետ մոտեցում ցուցաբերվի։ Ինչ վերաբերում է խնդիրներին, այնքան խնդիրներ կան, օրինակ որ դուրս ես գնում, տեսնում ես հենց այդ ցավը ինչի մոտ առաջացավ, որտեվ երբ որ գնում ես, տեսնում ես ինչքան տարբեր մասնագիտության մարդիկ գալիս են ու ոնց են ժամանակակից արվեստը նայում, ու ոնց են ներկայացնում, ու ոնց են անալիզ անում, ընդունում այդ ամենը, ուղղակի զարմանում ես։ Իսկ այստեղ շատ դեպքում ցուցահանդեսները եկեք անկեղծ լինենք, ոնց որ ընկերների հավաքույթ, այո, ընկերների հավաքույթ լինի։ Իսկ մենք այդ ամեն ինչ ինչի համար ենք անում։ Երբ որ այլ մասնագիտության մարդիկ կամ ցանկացած դիտողը լինի այլ մարդ, մեր ոլորտից տարբեր, մեր ոլորտին չպատկանող։ Նշանակում է, որ արդեն հանդիսատեսին հասել է քո գործը, դիտողը արդեն հասկացել է։ Իսկ եթե քննարկումը մենք կարող ենք այսպես նեղ շրջանակով հավաքվել, փոքրիկ մեր արվեստանոցներում կամ տանը ցուցադրություն անել ու դրանով ավարտել։ Մենք հանրությանն ենք, չէ՞, ուզում ինչ-որ խոսք հղել։ Շատ բացեր կան, բոլորի մոտ թյուր կարծիք է, որ արվեստագետը ինչ-որ ինքնամեկուսացած, փակված ինչ-որ տեղում երևի ինչ-որ մատ հետաքրքիր շարֆիկով նկարում է եւ գալիս են իրան հայտնաբերում են, չէ։ Դա շատ դաժան աշխատանք է, ամենօրյա, որտեղ անընդհատ կրթվում ես, սովորում ես, ու երբ որ ասում են դե ինչ արել, որ ես էլ կարող եմ տենց անել, դու չես կարող տենց անել։ Եթե կարող ես, ուրեմն համոզիչ որ կարող ես, որտեղ պետքա նաև շատ համոզիչ ներկայացնես, թե ինչու ես դու այդ արել։ Այ ժամանակակից արվեստը ինձ թվում է հենց այդ հարցին է պատասխանում, որ դու պետքա կարողանաս, եթե անգամ այդ փայտի կտորն ես դրել, համոզիչ ներկայացնես, թե ինչու ես դու այդպես արել, որտեղ իմացող մարդիկ արդեն հասկանում են կեղծիքը։ Այնքան խնդիրներ կա, սկսած վաճառքի հետ կապված, ներկայացնելու գործը արդեն ցուցասրահներում, ցուցասրահների քիչ լինելը բացակայությունը, ավելի շատ դասական են, քան ժամանակակից, շատ քիչ կենտրոններ են, որ ժամանակակից արվեստ են ցուցադրում։ Էլ չասեմ այդ ստանդարտ թեմաներով ցուցադրությունները, օրինակ մարտիության, ծաղիկներ, թող ինչ չքարկոծեն, ծաղիկներ եւ ծիտիկներ, սրտիկներ, այո, կանայք եւ բարություն, կանայք եւ բարություն շատ արհեստական, ես չեմ կարծում, գիտեմ ինչի են կանայք այդքան ծամծմված անընդհատ օբյեկտի դիրքում դրվում։ Այո։ Այդ ներկայացնելու թեման կա պրոֆեսիոնալ համադրողների, չնայած ասում եմ միանշանակ կան լավ մասնագետներ, բայց դրանք քիչ են, շատ չեն։ Ու եթե անկեղծ
նկարիչներն ու արվեստագետներն են ժամանակակից քիչ, որոնք կոնկրետ ասելիք ունեն։ Ավելի շատ ձևական բնույթ են գրում։ Չեմ ուզում ոչ մեկին կոնկրետ ասել, բայց տեսնում ենք ցանցերում, որ ինչպիսի դիտումներ ունեն ինչ որակի գործեր, ճակերտավոր եւ ասենք փառահեղ գործեր, որ նայում ես մարդիկ չեն էլ նայում, չեն էլ հետաքրքրվում։ Քանի որ հասանք այդտեղ ու նաեւ դու մի միտք էլ ասացիր, որ մարդիկ լսում են վատ երաժշտություն եւ այլն, ես մի քիչ այդ սահմանումներից խուսափում եմ, այսինքն եթե դու կարող ես, արա ու հասցրա մարդկանց, ամեն ինչ չէ՞ որ այդ լսարանի վրա պետքա բարթել, այդ ուզում էի դիտարկում անեի, չգիտեմ, այսինքն դու քո կարծիքն ես ասում, այնպես չէ՞ որ ես սպարտակում եմ, զուտ իմ դիտարկումը, մեկ էլ որ ասում ես ցուցահանդեսների հետ կապված, էլի որ լավ գործերը քիչ են նայում կամ լավ, այդ մտքեր չեմ վիճում, մեծամասամբ համաձայն եմ, բայց ինձ գիտես ինչն է ավելի շատ, չգիտեմ ոնց ասեմ, անհանգստացնում, թե նյարդայնացնում, թե ինչ որ տեղ շատ ցավալի է, որ լավ, եթե ինչ որ անտեղյակ շրջանակներ ասեմ, իրենք ցուցահանդեսներ են անում, օրինակ մարտի 8-ի թեմայով, չեն հասկանում, որ դա կանանց իրավունքների պաշտպանության օրն է, բայց ավելի ցավալի է, երևի այս թեմաներն էլ են քննարկել, որ որպես ֆեմինիստական դիրքավորված կազմակերպություններ, ՀԿ-ներ, չգիտեմ, արվեստի ինչ որ տարածքներ, իրենք այնպիսի պրոյեկտներ են անում կամ հովանավորում կամ նախաձեռնում, որ գնում ես լրիվ հակաֆեմինիստական դիրքորոշմամբ են էլի։ Միանշանակ։ Ես էլ եմ բախվել տենց մի քանի կազմակերպությունների, որոնց ներկայացնում ես հենց կոնկրետ իրավունքների հետ կապված բուն խորությամբ ուսումնասիրված թեմաներ, բայց իրանք ընտրում են ավելի շատ պուպուշիկ, նուրբ, այսպես լավ փաթեթավորված բաներ, որոնք հասարակության, այո, օբյեկտիվացնող, լրիվ վատ պրիզմայից կնոջը, բայց եթե դու ֆեմինիստական կազմակերպություն ես կամ նպաստում ես, որ ավելի ակտիվ գործեն այդպիսի մարդիկ, ինձ թվում է ավելի ճիշտ է հենց թեմաներին կոնկրետ հենց թեմաներին վերադառնալ եւ հովանավորել այն մարդկանց, որոնք այդ հարցը բարձրացնում են, ոչ թե օրինակ ձևական բնույթ կրող բաներ։ Ես միանշանակ կողմ եմ դրան։ Այսինքն իրանք պիտի այդ կարծրատիպերը վերացնեն, չէ՞, ինչ որ չափով կամ դրանց դեմ գոնե։ Դե իրանք պետք է նպաստեն այն մարդկանց, որոնք այդ կարծրատիպերը վերացնում են։ Բայց կոտրելու փոխարեն էլ եմ ասում, իրանք գեներացնում են ավելի շատ։ Գեներացնում են, երևի ավելի շատ փորձում են ձև տալ, որ իրանք այդ գործով են զբաղվում, քան իրապես նպաստել այդ գործին։ Օրինակ, հենց այդ ֆեմինիզմի տարածմանը։ Ավելի շատ ձևական բնույթ է դա կրում։ Ոչ թե իրական։ Մտածում ես լավ կլիներ գոնե ոչ մի բան չանեին։ Այո, լավ կլիներ չանեին։ Արդյունքը ստանային։ Մի խոսքով մեր արվեստային ցավերից են խոսեցինք։ Արվեստային ցավերից, այո, եւ այդ շուկայի չլինելը, ձևավորված չլինելը ընդհանրապես, չնայած մի քանի նյութեր հոդվածներ կարդացել մարդիկ կան իրապես գործ են ուզում անեն, որ այդ շուկան ձևավորվի։ Այդքան աշխատանք ու բացակայություն, այն նոր մի քիչ առաջ մենք ինչ էինք քննարկում, չէ՞ որ հասարակությանը պետքա տեղեկացնել։ Այդ հասարակությանը պետքա քիչ-քիչ լուսաբանել, որ իրանք հաճախ գան թանգարաններ, ցուցասրահներ, հենց ինչու նաև ցանկացած տեղ որտեղ ցուցադրություն արում, որտեղ պարտադիր չի, մեր մոտ միշտ կաղապարված է, չէ՞ որ անպայման պետքա թանգանում դրված իրը, բայց կարող է ավտոտնակում լինի այդ ցուցադրությունը, փողոցում լինի, ու այդ պերֆորմանսը շատ դեպքերում ավելի հետաքրքիր է, չէ՞, այդպես դեպքերում։ Իրանք պետքա շատ ակտիվ ներգրավված լինեն, որպեսզի զգան այդ դրա գնելու պահանջը։ Ու հենց որ կրթվի ինքնազարգանա այդ հասարակությունը, ինքը արդեն պահանջ կունենա դա գնելու։ Ամեն ինչ պետքա տանել դրան, որ քիչ-քիչ զարգանա, որ շուկան է ձևավորվի, որ նաև իրանք ցանկություն ունենան այդ իրերը գնելու։ Իսկ եթե մենք տեղեկացված չենք հասկանում ինչա ցուցադրվում, չենք գնում, չենք տեսնում,
այդ ժամանակ ոչ մի վաճառք տեղի չի ունենա։ Մենք չենք կարողանա էլեմենտար անդադ կփորձենք այդ լայն սպառողական իրար նվիրել։ Իսկ ինչու չնվիրենք արվեստի գործեր։ Անգամ չեմ հասնում վաճառքին, որովհետև մի հատ դրանից առաջ այնքան խնդիրներ կան, որ ժամանակակից արվեստներ կար, Հայաստանում մի տեսակ sense արտառոս դեպք կա, մի քանի եզակի կոլեկցիոներներ կան, որոնք երևի այս ժամանակակիցներից չէ։ Մի 10 տարի հետ գնանք, հենց այդ ժամանակի արվեստագետներից են գնել, իսկ հիմա հենց հիմա ներկայում երևի եզակի մարդիկ որ կարողանում են գործ վաճառել հենց ժամանակակից արվեստի։ Էլ չեմ խոսում ինստալյացիայի ու պերֆորմանսի մասին, օրինակ վիդեոարտի մասին, դրանք ընդհանրապես հանված է թեմայից, չեմ ուզում խոսել։ Բայց արի ընդունենք, չգիտեմ, այսինքն լավ իմ կարծիքն եմ ասում, որ արվեստագետների նոր սերունդը այնքան ուժեղ շարժումներ չի անում, ինչքան որ մեր նախորդ սերունդը, եթե կարելի է այդպես ասել, ժամանակակից արվեստում շատ տենց հզոր խոսք չեն ասում, էլի գնում են ցուցահանդեսից ցուցահանդես, ինչ որ գործեր են անում, համապատասխանեցնում են այդ կոնցեպտին, ոնց որ դու ասացիր, հավաքվում են, ընկերական հավաքույց, հետո մի փոքր քննարկում են ու գնում են տներով, իսկ այդ առաջվա թեկուզ արվեստային ակցիաներ նորություններ, չէ, այդ ժամանակահատվածի համար, ոնց որ այդ բումից հետո հիմա մի քիչ չգիտեմ, խորհրդային միություն այդ կողոպարված վիճակից միանգամից տենց լուրջ արվեստագետներ, որոնք տենց ազատամիտ ուզում էին նոր խոսք ասել ու ասել են, ճիշտն ասած, ես ունեմ իմ վարկածը, ինչի է տենց, որ օրինակ արվեստագետները հիմա շատ անձնային հարցերի են անդրադառնում, երևի զգացած կլինես իրանց էմոցիաների վրա։ Իմ կարծիքով, ինչքան որ տենց գնում ենք դեպի գլոբալիզացիա, եթե կարելի է այդպես ասել, ինտերնետ եւ այլն, որ անձնական տարածք էլ չի մնում, անձնականն էլ չէ, ինքը ինչ որ հանրային է դառնում, մարդը երևի արվեստագետը փորձում է գնա այդ անձնական տարածք հենց այդ գործերի միջոցով այդ այսքան մեկուսանա հենց այդ գործերի շատ ամեն ոնց որ այդ ներքին այդ պահանջմունքը մոտեցումը հենց արվեստի գործերով է արտահայտում այդ ինտիմությունը, անգամ կարող է անհասկանալի գործեր ստեղծի, բայց իր էմոցիաների մասին ես տենց դիտարկում եմ արել, չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով չէ, շատ չեմ խորացել, բայց շատ հետաքրքիր մոտեցում է, որ մտածում եմ, ինչ որ առումով հենց ամեն արտիստ այդ ուզում է իր եսը արտահայտի։ Ինչքան էլ ուրիշ թեմաների արտահայտում, եկա իրանից անպայման ինչ որ լումա լինում է, չէ։ Ինչ որ տեղ բնական է։ Հա, դե բնական է, ինքն է ստեղծողը, իր տեսակետից, իր աչքերից, իր դիտակետից է նայում, ու երևի մի բան էլ կա այդ, որ ինչի համար հենց այդ տարիներին օրինակ այդքան մեծ բում առաջացրեց այդ մի խումբ արվեստագետներ, որ տենց ինձ թվում է նաև պատճառն այն է, որ միանգամից փակված, սեղմված վիճակից դուրս են գալիս ու այդ խմբավորումները ավելի մեծ ուշադրության են արժանանում, քան օրինակ հիմա, որ բոլորը ազատ են, ցանկացած մարդով հեռախոս ունի, կարող է իր բլոգը նկարել, ով ընդհանրապես լրագրողությունից հեռու է կարող է լուսաբանել իր նյութը, դառնալ սեփական իր լրագրողը, դիմադրության։ Այո, ցանկացած մարդ կարող է դառնալ արվեստագետ առանց պատմության կամ կարող են ինքնաարտահայտվել ոնց ուզում են։ Ու այս ժամանակ շատ դժվար է սեփական ասելիք ունենալ։ Անդադ տրվում ես ինչ որ մարտահրավերների, սադրանքների, չես կարողանում կենտրոնանալ, բայց պետք է, շատ կարևոր է, որտեղ մեր շրջապատող այնքան նյութեր կան, որ մենք նաև անհատականացնելով կարանք ընդհանրացնենք ու դրանք ջրի երես դուրս անենք։ Դա շատ կարևոր է, օրինակ վերադառնամ այդ մանդալանին, եթե ես կին եմ, ունեմ այդ նույն խնդիրը, օրինակ իմ ժամանակը անընդհատ բազում տեղերում բաշխելու բացի աշխատանքից։ Կարող ես այսօր շատ եմ ուզում 18 ժամ աշխատեմ, բայց ֆիզիկապես հնարավորություն չունեմ, որտեղ նաև այլ պարտականություններ ունեմ, եւ այդ կենցաղը, որ խժռում է իմ ժամանակի մեծ հատվածը, ինչքան է ես ինձ ներքուստ մեղավոր եմ զգում, որ կարող էի այլ աշխատանք անել, օրինակ, սպառում եմ խոհանոցում, կենցաղում, բազում այդ խոհանոցային կենցաղային թեմաների մեջ ու
Ինչի ուշադրություն չդարձնել, որովհետև մենք հո Երևանով չենք սահմանափակվում, մենք ունենք շրջաններ, որոնք շատ ավելի բարդ վիճակում են, որտեղ կինը ընդհանրապես չունի անձնական ժամանակ, ընդհանրապես չունի սեփական անկյուն ինչ-որ բան անելու։ Բոլորը ընտանիքի անդամները, օրինակ, մտածում են, որ սեփականացված ինչ-որ օբյեկտ է, էլի այդ կինը, իրան այդ հայացքով է նայում ու ինքը պարտավոր է այդ ամեն ինչը անի։ Այդ շղթան անընդհատ կրկնվում է ու դա մեկ օրյա խնդիր չի։ Ինչու հենց մանդալը, որովհետև մանդալան չունի սկիզբ ու վերջ, ինքը կրկնվող ցիկլ է ու դու ամեն օր բախվում ես այդ խնդրին։ Ինքը անավարտ է։ Չի կարելի, քանի մենք կենթանի ենք, մենք անընդհատ այդ ցիկլի մեջ ենք։ Դա շատ ինչ որտեղ նաև հաճելի է, երբ ուրախացնում ես ինչ-որ մեկին, բայց անընդհատ կրկնվող գործողությունը ու երբ որ դու բախվում ես նաև այլ խնդիրների կենցաղային, որ իդեալական չի քո կենցաղը, նաև ֆինանսական խնդիրներին, որոնք մի շարք խնդիրներ կան, չէ՞ որ առաջանում են այդ կապված, այդ ամեն ինչը նպաստում են կնոջ չաշխատունակ լինելու վրա, սեփական անձի վրա, ի նկատեմ ինքնակրթվելու, ժամանակը տրամադրելու, իրան հետաքրքրող գործով զբաղվելու։ Լիարժեք իր անձից դուրս է գալիս, նվիրվում է մնացածին։ Ինչու չանդրադառնալ մեզ այդ հետաքրքրող մեր հարակից խնդիրներին։ Գլոբալ թեմաներին շատ կան անդրադարձողներ, բայց մենք պետք է դրանք անել ու ոչ թե տրագետիկ անդրադառնալ, այլ սադրո, ինչ որ առումով հումորային այլ լեզուներով անդրադառնալ։ Կարևորը անկեղծ երևի։ Ամենակարևորը անկեղծ։ Թեմայի ընտրությունն էլ է, էլի անկեղծության հետ կապված։ Չնայած գիտես, որ ես ժամանակակից արվեստում առաջինը ինչն եմ գնահատում, հենց այդ սադրանքը։ Եթե սադրանք չկա, մի տեսակ, չգիտեմ։ Ինձ թվում է լիքը կարևոր հարցեր կան, որոնց մասին չենք խոսել, բայց լավ ոչինչ։ Մեկ էլ քո համար մի հատ փոքր խաղ եմ պատրաստել։ Ես այսօր ամբողջությամբ տրվել եմ սադրանքների եւ բաց եմ թողել ինձ։ Հույսով եմ կարողանամ հաղթահարել այս լեվելները։ Դևի լեվելը։ Կա մի բան, որից ուզում ենք խոսենք, բայց չխոսեցինք։ Մեկ էլ ընդհանրապես բլոգների փակումները ոնց են անում, հուշեք։ Ով պետք է հուշի։ Չգիտեմ, հետո կհուշեն հաջորդ թող գրեն։ Թող գրեն, տեսնենք ինչ են մտածում։ Թող կառուցվածք հուշեն։ Բայց բացումը կարծես ես եմ արել։ Էլի ինձ համարցակ որպես համարցակ առաջինը այս ոդկասթին, որպես գաղտնիք ասեմ, որպես համարցակ ընկերուհի։ Որպես համարցակ ընկերուհի, լավ։ Թող այդպես լինի։ Տենց խաղանք, թե չէ։ Ես իհարկե ամբողջությամբ համապատրաստից եմ այս խաղին։ Ես քեզ ասում եմ, որ տենց խաղ գոյություն ունի, նորմալ է, նորմալ չի։ Դու ոնց որ թե թրենդերին չես հետևում։ Չէ, բացարձակ չեմ հետևում։ Բայց այդ պետք չի գալիս արվեստի մեջ թրենդերին հետևել։ Ես մի լավ մեկնաբանություն ունեմ այդ թրենդերին չհետևելու։ Ներքին խոհանոցին չանդրադառնամ, բայց այո։ Սկսենք, ես փորձեմ պատասխանել։ Լավ։ Մի քիչ խոսեցինք այս թեմայից, բայց դու հիմա արագ պետք է պատասխանես, որ հասկանանք ինչ ես իրականում մտածում։ Ինչ ես կարծում, նորմալ է, թե նորմալ չի, որ արվեստագետները ստեղծագործում են ցուցահանդեսից ցուցահանդես ու կոնկրետ թեմաներով։ Միանշանակ նորմալ չի։ Ինչու՞։ Որովհետև այդ լրիվ կեղծ է ու անբովանդակ։ Եթե միայն այդ ցուցահանդեսի համար են անում, ուրեմն իրանք ասելիք չունեն արվեստում։ Հասկացաք։ Իսկ նորմալ է, կիմա թե նորմալ չի, որ ժամանակակից արվեստագետները իրանց արվեստային նյութերը օգտագործում են նաև կոմերցիոն գործերում, ու ձեռի հետ նաև կոմերցիոն գործեր են։ Նորմալ է։ Այդ մարդիկ նույնպես մարդիկ են, իրանք էլ են ուզում ապրել, շնչել, ուտել, սնվել, ինչ-որ բաներից օգտվել, ու եթե իրանք կարողանում են այդ երկուսը բալանսավորել ու վաճառք անել, միանշանակ իհարկե նորմալ է։ Մենք հենց դրա համար էլ աշխատում ենք շատ դեպքերում, որ հանրությանը տեղ հասնի ու ամեն մարդ իր այդ մի կտորիկը իր հետ տանի, իհարկե նորմալ է։
Բացի դա գաղտնիք ասեմ, որ երբեմն նյութերը շատ ծախսատար են լինում Այո։ եւ մեզ ոչ մեկ դրա համար չի վճարում, ստիպված կողքից գործ պիտի անենք, լավ նայեմ Միանշանակ։ ասեմ, որ կիման ունի կավե շատ հետաքրքիր հուշանվերներ, տոնածառի խաղալիքներ չէ պատրաստում եւ զարդեր, ինձ շատ շքեղ զարդեր է նվիրել կիման, հետո ցույց կտամ ձեզ։ Լավ, այս թեմայից էլ ենք խոսել, բայց ինչ ես կարծում նորմալ է, թե նորմալ չի, որ ժամանակակից արվեստի գործը ունի շատ ներկայանալի եւ գրավիչ վիզուալ, բայց չունի կոնցեպտ կամ շատ թույլ կոնցեպտ ունի։ Չէ, Թարսմինայի խնդիր։ հենց նորը, ճիշտ ես ասում, հենց նորը անդրադարձանք, որ եթե ուզում ենք շատ համեղ ինչ-որ բան ուտել, չէ, անպայման պետքա բոլոր բաղադրիչները ներառվեն, որպեսզի, այսպես ասած, հավաքական ինչ-որ հետաքրքիր համ ունենա, չէ։ Ու եթե չկա, բացակայումը իմաստը որն է։ Լավ, ուրեմն հակառակ հարցից նորմալ է, որ վիզուալը գրավիչ չի, գուցե նաև տհաճ է, բայց հիմքում ուժեղ կոնցեպտ կա։ Այ հենց այդ ժամանակակից արվեստն է ինձ թվում է, այժմյան։ Լավ, դրանով ամեն ինչ ասված։ Դե այստեղ նաև մարտի 8-ի թեմաներով հարցում էի, ոնց հասկանում ես, չէ, որ ոնց խորը տրավմա է այս օրերին։ Հիմա տղամարդիկ անգամ բունտ են սկսել, որ ինչի չկա տղամարդկանց օր։ Ինձ թվում է բոլոր օրերը տղամարդկանց համար են, ամոթելա, որ մենք այդ հարցը բացած։ Չգիտեմ մենք քանի հազար տարի պետք է ապրենք, որ այդ խնդիրը առաջանա, որ տղամարդկանց իրավունքները սկսեն։ Միգուցե որ սենց ակտիվ լինենք, կարող է այդ օրը շուտ մոտենա։ Շատ լավ է տեսես կիմը։ Փորձում եմ։ Վերջ։ Հրաժեշտանք։ Նորմալ չի ավարտվեց։ Ես ավելի դաժան մյուս հարցերին ոնց որ ընթացքում անդրադարձել էի։ Հա։ Հա։ Կուզես քո համար էլի հարցեր։ Էլի հարցեր, չէ։ Ես մտածում էի, որ սատանան ավելի մեծ է, քան ես պատկերացնում եմ, ավելի ուժեղ, բայց քիչ-քիչ փուլ անցնելով հասկացա, որ այդ սադրանքը Դևի հետ երբ որ ընկերություն ես, ինքը այնքան վտանգավոր։ Դևի լեվելը մտածում էի ավելի բարդ կլինի, բայց չէ։ Լավ, մի հարց է, նորմալ է, թե նորմալ չէ, որ արվեստագետները իրար հետ ջերմ ընկերություն ունեն։ Եթե չի խանգարում իրանց անհատական արվեստին ու նպաստում անգամ կարողանում են լեզու գտնել իրար։ Շատ հետաքրքիր բան ասեցիր, ինչ պիտի խանգարի արվեստին, ընկերության մեջ։ Որովհետև շատ խաղաքարտերը բացիր կիմը։ Ինչպես բոլոր մասնագիտություններում, ես էլ եմ ասում ու դեպի լեվելը անցնում ենք, ինչպես բոլոր մասնագիտություններում կա նաև մեծ մրցակցային խնդիր։ Ինչի՞, որովհետև դաշտը փոքր է, շատ արվեստագետներ կան ու այդ անընդհատ մրցակցություն է տիրում, դա մեկ։ Երկրորդը պետքա մարդիկ իրար հասկանան, կիսեն իրար հետ նույն տեսակի մտքեր կամ հետաքրքիր զրույցներ կարողանան իրար հետ վարել կամ նույն արժեհամակարգ ունենան, որ ընկերներ դառնան, չէ, որովհետև ցուցադրվելը մի այլ գործ է, ընկերներ լինելը մյուս դեռիվ այլ կողմ է։ Ինձ թվում է պետքա կարողանան շակերտների մեջ լեզու գտնել, չգիտեմ, մտքեր գտնել, շփվելու իրար հետ, այդ դեպքում նոր կկայանա ընկերությունը։ Գիտես ինչն է զարմացնում, որ մարդիկ կառուցողական թեկուս քննադատությունից կամ դիտարկումից վատ են զգում, բայց այդ նույն մարդիկ իրար հետ մրցակցում են, ասենք, նույն ընկերները տենց արվեստի մեջ իրար հետ մրցակցում են կամ թաքնված կամ բացահայտ։ Մի տեսակի հակառակը չէ լինի։ Ամենքը պիտի անեն իրանց գործը, այդքան շատ այդ մրցակցության հետևից չընկնեին, բայց նաև կառուցողական քննադատությունը շատ ծանր չտանեին, բայց ոնց որ այդ կառուցողական մտածողությունը ինձ թվում է ցանկացած ոլորտում, ոչ միայն մեր, այդ ամենամեծ զարգացման հիմքն է։ Եթե մենք մի բան անում ենք ու ոչ թե քարկոծման, այլ կառուցողական ինչ որ հետաքրքիր ֆիդբեք ենք ստանում, մտքեր, միայն մեզ աճացնում ու զարգացնում է։ Ես սիրով լսում եմ օրինակ ցանկացած տարիքում, անգամ երբ աղջիկս կամ իմ երեխաներն են ինձ ինչ-որ բան ասում կողքից, ես անպայման լսում եմ իրենց, որտեվ հաճախ այնքան դիպուկ ճիշտ բան են ասում, որ հասուն տարիքի մարդը կարող է այդքան անկեղծ չլինի, չէ՞, աշխատելով երեխաների հետ, հասկանում եմ, որ շատ դեպքերում իրանք ինձ շատ ավելի մեծ էներգիա, էմոցիա, հետաքրքիր մտքեր են տալիս, քան լսում եմ մեծահասակների կամ այդ գոլեգաների կողմից։ Հետաքրքիր է, որ պրոֆեսիոնալ մարդիկ
անգամ պատրաստ են դրա համար վճարել, որ լսեն այդ քննադատությունը, իսկ մեզ մոտ ոնց որ թե ոչ միայն չեն վճարում դրա համար, այլ նաև հարաբերություններ են խզվում։ Ոնց որ մենք արվեստի խոհանոցում ենք գտնվում, քիչ շատ խոհանոցային դե Կիմայի հետ Արվեստի էպիկենտրոնում իմ մոտ դա տվյալ դեպքում խոհանոցն է, այստեղ Կիմայի մոտ միշտ բոլոր թեմաները կապված են խոհանոցին։ Կամ վերջում մենք խոհանոցային թեման վերածենք խոհանոցային բիզնեսի, արտը դուրս գա մեջից։ Չէ, ես գիտես որ խոհանոցի հետ միայն ուտելով եմ կապված։ Ես եփելով, նենց որ կարող ենք ընկերություն անել իրար հետ։ Քո հետ ինչ զրուցում ենք, վերջ այդ խոհանոցի թեման ներխուժում է։ Բայց հետաքրքիր էր, ինձ դուր եկավ։ Արժի սենց շաբաթը մեկ։ Ինչ անենք, հաջողություն ասենք։ Ինչ ասեմ, քեզ հաջողություն ասեմ։ Լավ եղեք։ Թող լավն է։ Թող լավ լինեն, բայց չմոռանաս իմ Ինչը։ Անպայման փորձեսին պատրաստածներից։ Ես հեսա այդ որ անջատենք։ Անցնելու եմ ամենակարևոր գործերից մեկին։ Ամենակարևորը ինձ թվում է այդ համտեսելու process-ն է։ Ինչ այն սրտիկ կանեն։ Դիգուստացիան։ Դու գիտես այս սրտիկներից։ Ես ձախլիկ եմ, հələ մի րոպե։ Ձախով։ Սենց։ Բայց այս արվեստային չի, սա կոմերցիոն հրաժեշտ է, մի հատ արվեստային հրաժեշտը ոնց կարա, ինչ տես կարա ունեն։ Արվեստային հրաժեշտ, այդ վերջի վերջի անգամից կամերան անջատում ես, ոչ մի բան չես ասում։ Այդտեղ սադրիչ հրաժեշտ։ Հա, սադրիչ հրաժեշտ, առանց հրաժեշտի հրաժեշտ։ Սադրիչ հրաժեշտ ցես։ Մուսանք։ Մուսանք։